Ողջույն բոլորին, բարի գալուսք մեր այսօրվա խորքային վերլուծությանը։ Գիտեք, մենք հիվա ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ տեխնոլոգիական հսկաների եւ պետական ապարատի սահմանները ոչ թե պարզապես խաչվում են, այլ ոնց որ ահավոր արագությամբ ու ուժգնությամբ բախվում են իրար։ Դե հա, ու այդ բախումը արդեն անհնար է չնկատել։ Միանշանակ։ Եվ այսօր մենք ձեզ հետ միասին կփորձենք հասկանալ մի իրավիճակ, որը կարող է արմատապես փոխել թե գլոբալ անվտանգությունը եւ թե նույնիսկ այն, թե ոնց եք դուք ընկալում ձեր ամենօրյա հեռախոսային կամ համակարգչային գործիքները։ Ճիշտ է, որովհետև սա վերաբերում է գրեթե բոլորիս։ Հենց այդպես։ Մենք հիմնվելու ենք մի շատ լուրջ փաստարկված աղբյուրի վրա, որը կոչվում է Պենտագոնի կարմիր գծերը եւ OpenAI-ի փոխզիջումը։ Շատ ինֆորմատիվ նյութ է։ Հա, եւ մեր գլխավոր առաքելությունն այսօր հասկանալն է, թե ուրեմն ինչու Anthropic ընկերությունը կտրականապես հրաժարվեց Պենտագոնի հետ պայմանագրից ու հետո ոնց եղավ, որ OpenAI-ը անմիջապես վերցրեց այդ տեղը։ Ու թե ինչ ռիսկեր կան այդ որոշումների տակ։ Հաստատ ռիսկեր, որոնք արդեն ստիպում են սովորական մարդկանց հրաժարվել իրենց ChatGPT-ի բաժանորդագրություններից։ Լավ, եկեք մի հատ վերլուծենք սա, որովհետև իրավիճակը սկսեց սրվել այն պահին, երբ Anthropic-ը որոշեց չզիջել իր սկզբունքները։ Նկատի ունեմ, սա իսկապես անկյունաքարային պահ էր ողջ արդյունաբերության համար։ Տեսեք, երբ խոսքը գնում է արհեստական բանականության լեզվական մոդելները ռազմական ենթակառուցվածքներ մտցնելու մասին, ընկերությունները ահռելի ճնշման տակ են հայտնվում։ Աննախադեպ ճնշման։ Ճիշտ է։ Ու Anthropic-ի դեպքում մենք տեսանք ոչ թե ուղղակի ինչ-որ էթիկական հայտարարություն, այլ շատ կոշտ պայմանագրային դիրքորոշում։ Նրանք փաստացի ասացին Պենտագոնին, որ տեխնոլոգիան կտան մենակ այն դեպքում, եթե կառավարությունը գրավոր համաձայնի կոնկրետ արգելքների։ Եվ նրանց պահանջները շատ սպეციფიկ էին, չէ՞։ Նրանք պահանջում էին, որ խստիվ արգելվի իրենց մոդելների օգտագործումը ինքնավար զենքերի համակարգերում։ Այո։ Այսինքն զենքեր, որոնք ի վիճակի են թիրախավորել ու կրակել առանց մարդու անմիջական վերահսկողության։ Ու բացի այդ կար մի ուրիշ շատ կարևոր կարմիր գիծ զանգվածային ներքին հսկողության արգելքը։ Դա ամենացավոտ կետերից մեկն է պետական ապարատի համար։ Հա, նրանք հրաժարվեցին իրենց տեխնոլոգիան տալ մի բանի համար, որը կարող էր վերածվել քաղաքացիների վերահսկման գործիքի։ Ու սա ուղղակի փիլիսոփայություն չէր, սա դրվեց անմիջապես Պենտագոնի սեղանին։ Եվ դե արձագանքնել իրեն սպասեցնել չտվեց։ Ու արձագանքը շատ կոշտ էր։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգզեթը էքս-հարթակում բավականին կոպիտ գրառում արեց։ Նա Anthropic-ի արարք անվանեց ամբարտավանության եւ դավաճանության վարպետության դաս։ Դավաճանության։ Դա շատ ծանր բառ է տեխնոլոգիական ընկերության հասցեին։ Բավականին ծանր, բայց այստեղ պետքա կոնտեքստը հասկանալ։ Հեգզեթի այս հայտարարությունը եղավ Թեհրանի վրա ամերիկան հարվածներից ընդամենը 8 ժամ առաջ։ Ահա, ժամանակագրությունը շատ բան է ասում։ Այո, այսինքն Պենտագոնը գտնվում էր բարձր ռազմական պատրաստվածության եւ ճգնաժամային որոշումների կայացման մեջ, եւ հենց այդ լարված պահին մատակարարող ընկերությունը փորձում է թելադրել իր կանոնները։ Դա բացատրում է այդ սուր ռետորաբանությունը, բայց նա միայն չքննադատեց։ Հեգզեթը կրկնեց նախագահ Թրամփի հրամանը անհապաղ դադարեցնել Anthropic-ի հետ ցանկացած աշխատանք։ Նա պնդեց, որ պաշտպանության նախարարությունը պետք է անսահմանափակ հասանելիություն ունենա այդ մոդելներին ցանկացած օրինական նպատակի համար։ Ցանկացած օրինական նպատակի, սա բանալի արտահայտություն է։ Ճիշտ է։ Ու այս տրամաբանությամբ նա Anthropic-ին դասակարգեց որպես մատակարարման շղթայի ռիսկ։ Սա պարզապես խոսքեր չեն, սա բիզնեսի համար ուղղակի աղետալի կարգավիճակ է։ Սա նշանակում է, որ ԱՄՆ ռազմական ոչ մի կապալառու այլևս չի կարող գործ բռնել Anthropic-ի հետ։ Ընկերությունն ամբողջությամբ կտրվում է ռազմարտունաբերական համալիրից, եւ հենց սրա համար է, որ Anthropic-ը սպառնում է դատական հայց ներկայացնել, որովհետեւ մատակարարման շղթայի ռիսկ տերմինը սովորաբար կիրառվում է, ասենք, օտարերկրյա լրտեսության կամ թշնամական պետությունների դեպքում։ Ոչ թե ամերիկյան ընկերության, որը պարզապես իր էթիկայի կանոններն է պահանջում։ Ճիշտ է։ Սա նոր աննախադեպ նախադեպ է ստեղծում, բայց մինչ նրանք դատական վեճերի էին պատրաստվում, շուկան իր գործն արեց։ Դատարկ տեղը անմիջապես լրացվեց։ Եվ այստեղ է, որ ամեն ինչ իսկապես հետաքրքիր է դառնում։ Քանի դեռ Anthropic-ի ու Պենտագոնի միջև կամուրջներն այրվում էին, OpenAI-ը շատ արագ գործի անցավ։ Փետրվարի 28-ին նրանք պաշտոնապես հայտարարեցին զինվորականների հետ նոր պայմանագրի մասին։ Այդքան արագ։ Հա, ընդ որում գաղտնի պայմաններում օգտագործելու համար։
Ու OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը նույնիսկ չթաքցրեց դա։ Նա խոստովանեց, որ բանակցությունները հաստատ շտապեցված էին։ Այստեղ ամենահետաքրքիրն այն է, թե ոնց են տարբերվում այս երկու ընկերությունների մոտեցումները։ Ալթմանը պնդում է, որ իրենք էլ են դեմ ինքնավար զենքերին, բայց ի տարբերություն Anthropic-ի, որը պահանջում էր նոր պայմանագրային արգելքներ, OpenAI-ը պարզապես հենվեց արդեն գործող օրենքների վրա։ Այսինքն նրանք ասացին, քանի դեռ գործողությունը տեղավորվում է գործող օրենքների մեջ, մենք խնդիր չունենք։ Ճիշտ այդպես։ Նրանք ենթադրում են, որ կառավարությունը իր իսկ օրենքները չի խախտի։ Օրինակ, նրանք խղում արեցին Պենտագոնի 2023 թվականի ինքնավար զենքերի դիրքորոշմանը եւ ԱՄՆ սահմանադրության 4-րդ ուղմանը, որը պաշտպանում է զանգվածային հսկողությունից։ Առաջին հայացքից տրամաբանական է հնչում, բայց երբ խորանում ես իրավական նրբությունների մեջ, լրիվ ուրիշ պատկեր է։ Մեր աղբյուրը մեջբերում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավաբանական դպրոցի փոխդեկան Ջեսիկա Թիլիփմանին, եւ նա շատ լավ պարզաբանում է սա։ Նա բացատրում է, որ այս պայմանագիրը OpenAI-ին չի տալիս որևէ անկախ իրավունք կամ լծակ վետո դնելու կառավարության այն գործողությունների վրա, որոնք կառավարությունն ինքնը օրինական է համարում։ Դա շատ կարևոր կետ է։ Եթե վաղը կառավարությունը փոխի օրենքի մեկնաբանությունը, OpenAI-ի զրկված է արգելելու հնարավորությունից։ Այսպիսով, ինչ է նշանակում այս ամենը։ Նշանակում է, որ մարդկանց անհանգստությունը հենց այնպես չէ։ Նույնիսկ OpenAI-ի որոշ աշխատակիցներ չեն հավատում, որ միայն գործող օրենքներին հենվելը բավարար է։ Ու այստեղ մենք բախվում ենք այն բանի հետ, ինչ կարելի է անվանել Սնոուդենին համախտանիշը։ Շատ դիպուկ համեմատություն է։ Երբ հիշում ենք Էդվարդ Սնոուդենի բացահայտումները, մի բան ակնհայտ է դառնում։ Ժամանակին այն զանգվածային հսկողության մեխանիզմները լիովին օրինական էին համարվում ներքին գերատեսչությունների կողմից, մինչև որ դատարանները դրանք ապօրինի ճանաչեցին։ Տարիներ պահանջլեցուն նրա համար։ Իսկ հիմա արհեստական բանականության միջոցով հսկողության ընդլայնման վտանգը ուղղակի հսկայական է։ Դա վայրկյանների հարց է դառնում։ Իհարկե, OpenAI-ը փորձում է պաշտպանվել։ Օրինակ, ընկերության ներկայացուցիչ Բոազ Բարակը X հարթակում պնդում է, որ անվտանգության կանոնները ոչ թե ուղղակի թղթի վրա են, այլ ներդրված են անմիջապես մոդելի վարքագծի մեջ։ Այսինքն, ըստ իրենց, մոդելն ինքը հրաժարվելու է անել զանգվածային հսկողություն կամ զենքի ուղղորդում առանց մարդու։ Այո, բայց այստեղ մի մեծ բայց կա։ Անհասկանալի է, թե ինչպես կարող է այս ամենը անթերի վերահսկվել խիստ գաղտնի օդային բարձիկով առանձնացված ռազմական միջավայրում։ Առանց ինտերնետ կապի, այսինքն։ Ճիշտ է, երբ մոդելը մտնում է այդ միջավայր, OpenAI-ը այլևս չունի անմիջական մուտք դեպի համակարգային աուդիտի ենթարկելու համար։ Եվ հիշեք, սա պետք է արվի ընդամենը 6 ամսվա ընթացքում։ 6 ամիսը տեխնոլոգիական աշխարհում, հատկապես նման ռիսկային պայմաններում, ուղղակի ոչինչ է։ Եվ այս անորոշությունն ու ռիսկը միայն Պենտագոնին չեն վերաբերում։ Հիմա ուզում եմ ուղիղ ձեզ դիմել։ Պատկերացրեք, որ դուք սովորական օգտատեր եք։ Հնարավոր է ունեք վճարովի ChatGPT բաժանորդագրություն։ Շատերը ունեն։ Հա, ամեն ամիս $20 եք վճարում։ Եվ համացանցում հիմա լայն տարածում է գտել QuickGPT արշավը։ Մարդիկ կոչ են անում իրար չեղարկել բաժանորդագրությունները։ Ինչու՞։ Որովհետև ընկերությունը չի հստակեցնում, թե տեխնիկապես ինչով են տարբերվում ռազմական մոդելի անվտանգության կանոնները սովորական օգտատերերի կանոններից։ Սպառողների մոտ վախ կա, որ իրենց տրամադրած տվյալներն ու գումարները անուղղակիորեն աջակցում են հնարավոր ռազմական էսկալացիաներին, դա էլ առանց որևէ հստակ կամ անկախ վերահսկողության։ Սա էլ միայն տեսական վախ չէ հնարավոր ապագայի մասին։ Մեր աղբյուրը մի սարսափելի իրականություն է բացահայտում։ Պենտագոնը ներկայումս ակտիվորեն օգտագործում է հենց Anthropic-ի Claude մոդելը գաղտնի գործողություններում։ Սա իսկական լոգիստիկ մղձավանջ է զինվորականների համար։ Միանշանակ։ Աղբյուրը նշում է, որ այն կիրառվել է Վենեսուելայում եւ ինչն ամենաապշեցուցիչն է, Իրանի վրա վերջին հարվածների ժամանակ։ Եվ այդ հարվածները տեղի են ունեցել արգելքի հրամանից ժամեր անց։ Այսինքն նրանք չեն կարող ուղղակի անջատել համակարգը հենց այնպես։ Եվ չնայած դրան, Hexed-ը ընդամենը 6 ամիս է տվել Պենտագոնին ամբողջությամբ փոխարինելու Claude մոդելը OpenAI-ով եւ Elon Musk-ի XAI մոդելներով։ Սա ուղղակի խելայեղություն է թվում, հատկապես հաշվի առնելով ժամանակակից աշխարհաքաղաքական վիճակը։ Ճիշտ եք նկատող։ Սա տեղի է ունենում Մերձավոր Արևելքում աճող լարվածության եւ այսպես կոչված AI Acceleration Plan-ի կամ ռազմական արագացման ֆոնին։ Զինվորականները փորձում են հնարավորինս արագ ներդնել այս տեխնոլոգիաները։
Եվ դա ահռելի ճնշում է գործադրում ընկերությունների վրա, ստիպելով նրանց հրաժարվել իրենց նախկինում գծած կարմիր գծերից։ Փրկվելու կամ շուկայում մնալու համար նրանք զիջումների են գնում։ Եթե մենք սա կապենք ընդհանուր պատկերի հետ, շատ հիմնարար մի հարց է առաջանում։ Արդյոք տեխնոլոգիական ընկերությունների գործն է արգելել այնպիսի բաներ, որոնք օրինական են, բայց իրենց տեսանկյունից բարոյապես անընդունելի։ Ո՞վ է որոշում էթիկայի սահմանները պատերազմական կամ ճգնաժամային իրավիճակում։ Հենց դա է խնդիրը։ Պետությունն ասում է, մենք ենք որոշում, դուք պարզապես մատակարար եք։ Եվ այս համատեքստում մենք տեսնում ենք, թե ոնց է OpenAI-ը հայտնվել մի տեսակ գաղափարախոսական ճոճանակի վրա։ Նրանք փորձում են պահպանել թե գերշահավետ ռազմական պայմանագիրը եւ թե փրկել իրենց բարոյական բարձր դիրքն ու դեմքը սովորական օգտատերերի առաջ։ Դա երկարաժամկետ հեռանկարում գրեթե անհնարին հավասարակշռություն է։ Իսկապես անհնարին է թվում։ Գիտեք, մեր այսօրվա քննարկումը մոտենում է ավարտին, եւ ես ուզում եմ ձեզ մեր ունկնդիրներին թողնել մի վերջին շատ կոնկրետ մտքի հետ, որի շուրջ արժե խորհել։ Կարծում եմ այս թեման դեռ երկար է վերլուծվելու։ Անկասկած։ Տեսեք, մինչ քաղաքական գործիչները, իրավաբաններն ու սիլիկոնյան հովթի ղեկավարները վիճում են պայմանագրերի իրավական ձևակերպումների շուրջ, արհեստական բանականության համակարգերն արդեն իսկ կառավարում են իրական կենթանի ռազմական գործողություններ։ Մենք դա տեսանք Վենեսուելայի եւ Իրանի օրինակներով։ Այո, եւ եթե մի ամբողջ պետության գերտերության անվտանգության ապարատը ընդամենը 6 ամսում կարող է խափանվել ու ստիպված լինել նոր մատակարար փնտրել զուտ մեկ մասնավոր ընկերության էթիկական որոշման պատճառով, առաջանում է հարց. արդյոք կառավարություններն են վերահսկում զենքերը, թե ալգորիթմներ գրող այն ծրագրավորողները, որոնք նստած են իրենց գրասենյակներում։ Սա իրոք սթափեցնող հարց է։ Եվ երբ հաջորդ անգամ դուք բացեք ձեր համակարգիչը կամ հեռախոսը եւ հարց տաք ChatGPT-ին, մի պահ մտածեք, ում ձեռքերում է իրականում գտնվում աշխարհի ամենահզոր գործիքի ղեկը։ Շարունակեք հետազոտել այս թեման, քանի որ այն վերաբերում է մեր բոլորիս ապագային։ Շնորհակալություն մեզ միանալու համար։ Մինչ նոր հանդիպում։